Հենց այդ ձեր վերջին խոսքից սկսեմ, այդ դեպքում խնդրում եմ պարոն Գալստյան, վարկային տոկոսադրույքների այսօրվա շուկայում առկա մեղմ ասած անընդունելի մակարդակի ինչով եք բացատրում, եթե այդպիսի դրական ցուցանիշներ մենք ունենք, դա պետք է բերեր նաև վարկային տոկոսադրույքների տարբեր կատեգորիայի վարկային տոկոսադրույքների էական իջեցմանը։ Մինչդեռ մենք չենք տեսնում այդպիսի էական իջեցում, այլ հակառակը նույնիսկ առանձին դեպքերում ավելի խստացում, այսինքն ավելի բարձրացում։ Երկրորդ հարցը վերաբերում է թեև Տիկին Մանավազյանը ողջավորված ներկայացրեց, որ դուք փայլուն գաղափար եք ներկայացրել կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ, խնդրեինք, որպեսզի մեզ էլ լուսավորեք կապիտալի շուկայի մասով ինչ եք նախատեսում, որտեղ ձեր խոսքում առաջկա տեսլականում 0 խոսք կար կապիտալի շուկայի վերաբերյալ։ Եվ վերջապես երրորդը, որքան է կազմում այս պայդրությամբ կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մեծությունը, դրանցից որ մասն է, որ ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ, եւ ինչ քայլեր եք իրականացնում մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի զարգացման ուղղությամբ։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, վերջին հարցից սկսեմ, եթե թույլ կտակ, միջոցները տրիլիոնից ավել են, 60%-ի չափ առնվազն ներդրված է Հայաստանում, բնականաբար ինքը դինամիկա անընդհատ փոխվում է։ Արդյոք այդ միջոցները ենթատեքստային, էլի, միջոցները սպասարկում են Հայաստանի տնտեսությունը, ես կարծում եմ, որ այո, ու վերջին ազգային ժողովի կողմից իրականացված փոփոխությունը, որով թույլտվություն տրվեց այդ ֆոնդերին 10%-ը դնել տնտեսության իրական հատվածում, մենք դրա իրական կիրարկումը կյանքում արդեն տեսանք։ Firebird-ի պրոյեկտի մի մասը ֆինանսավորեցին 2 կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանի, հա։ Ինչ վերաբերում է կապիտալի շուկայի զարգացմանը, ես ինչի չանդրադարձա կապիտալի շուկայի զարգացմանը, որովհետև կապիտալի շուկայի զարգացման ֆունկցիան պատկանում է էկոնոմիկայի նախարարությանը։ Կենտրոնական բանկը հանդիսանում է գործընկեր, որը ամբողջությամբ օժանդակելու է այդ օրակարգը։ Ինչա տեղի ունեցել վերջի տարիներին կապիտալի շուկայում, էապես ավելացել է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները ու ոչ միայն բանկ, այլ նաև իրական հատվածի կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները, որը կարծում եմ լավ ցուցանիշ է։ Արդյոք բավարարված ենք դրանով, բնավ, այսինքն այդտեղ շատ գործ կա անելու, համ այդ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կա անելու, դրանից հետո հաջորդ քայլը լինելու է բաժնետոմսերի շուկայի զարգացումը, ու ամենակարևորը, ինչը մեր երկրին պետք է, դա լավ պրոյեկտների առկայությունն է, որտեղ ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, որ մենք ունենք բավականին մեծ միջոցներ, թե բանկերը ունեն բավականին մեծ միջոցներ, թե կենսաթոշակային հիմնադրամները։ Երկուսն էլ շատ կապիտալացված են ու փող շատ կա։ Մենք իրական պրոյեկտների կարիք ունենք, այսինքն լավ պրոյեկտներ, որոնք հաճույքով կֆինանսավորվեն այդ երկու ինստիտուցիոնալ կառույցների կողմից։ Ինչ վերաբերում է վարկային տոկոսադրույքին, այստեղ շատ է խոսվում, որ վարկային տոկոսադրույքները բարձր են, ես չեմ ուզում համեմատականներ ասեմ, օրինակ Վրաստանի հետ կամ Ղազախստանի հետ կամ Ռուսաստանի հետ, տարածաշրջանի հետ։ Այստեղ մի քանի ֆենոմենների համակցություն կա։ Մեր վարկային պորտֆելը վերջին 3 տարվա ընթացքում աճում է տարեկան 20%-ով։ Այսինքն մենք կൂട്ടակային որ նայեք, հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այսինքն այդ պահանջարկի դեպքում գնի անկում մի քիչ դժվար է պատկերացնել։ Երկրորդը, մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, այսինքն բանկերի համար թանկացրել ենք փողի գինը։ Երրորդը, մենք ստեղծել ենք մի իրավիճակ իրար հետ միասին, որ սպառողական եւ հիպոթեկային վարկերը այսօր Հայաստանի Հանրապետությունում տրվում են հայկական դրամով։ Այսինքն դոլարային կոմպոնենտ այդտեղ չկա, որը նաեւ առաջացնում է որոշակի կառավարման բան։ Բայց որպեսզի ես ամեն անգամ այս մակրո պատմությունները չպատմեմ, ես նայել եմ միկրո թվերը ու երկու ուղղությամբ։ Միկրո թվերը նայել եմ մանր ու միջին բիզնեսի վարկավորման ու միկրո թվերը նայել եմ հիպոթեկային վարկավորման։ 25 թվականի ընթացքում հիպոթեկային վարկավորման շուկայում կար 9000 վարկ, որոնց տոկոսադրույքները նվազել էին, կար 3000 վարկ, որոնց տոկոսադրույքները աճել էին, եւ կար 60000-ին մոտ վարկ, որոնց տոկոսադրույքները մնացել էին անփոփոխ։
Այսինքն հատիկներով եմ նայել, որպեսզի մակրո պատկերը չունենանք։ Այսինքն կա իրավիճակ, որ նույնիսկ այդ պահանջարկի պարագայում փողի նվազեցման դեպքում մենք ունենք որոշակի շարժ, կա։ Տոկոսադրույքները արդյոք բարձր են թե չէ, այդ մի քիչ արդեն խոսակցության ուրիշ տիրույթի հարցը, Պարոն Գալստյան, բարձր տոկոսադրույքը, երբ որ ես ասում եմ, նկատի ունեմ նաև Հայաստանի տնտեսության, շահութաբերության, եկամտաբերության հետ համեմատության մեջ դիտարկելու կոնտեքստում էլ, բայց տեսեք կապիտալ շուկայի մասով դուք ասում եք պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունը, բայց մեգա ռեգուլյատորը դուք եք, կենտրոնական բանկն է եւ զարգացման թիվ 1 պատասխանատուն է, որտեղ հենց այդ հիմնավորումը է, որ մեգա ռեգուլյատոր եք դարձել դուք։ Եվ կոնցեպտի համաձայն պետք է վաղուց դուրս գար ձեր մոտից կարգավորման այս բլոկը, պրուդենցիալ կարգավորումը տարանջատվելով վերահսկողական ֆունկցիայից եւ պետք է մրցակցային միջավայր ստեղծել հենց ֆինանսական շուկայում, որպես կապիտալի շուկայի կարևորագույն գործիքներում մենք չենք տեսնում։ Դրա համար շատ կարևոր է, որ դուք ներկայացնեիք այդ մասով եւ վերջին հարցադրումը այնուամենայնիվ պարոն Գալստյան, դուք կենտրոնական բանկին պատասխանատու տեսնում եք տնտեսական աճի ապահովման գործում թե ոչ։ Տնտեսական աճի համար կենտրոնական բանկը պատասխանատու է, որովհետև տնտեսական աճի ապահովման ամենակարևոր գործիքը դա մակրոտնտեսական կայունությունն է։ Երկրում, որտեղ չկա մակրոտնտեսական կայունություն, չկան ինվեստիցիաներ։ Ուստի մենք կարծում ենք, որ մեր մանդատը, որի շնորհիվ մենք կարողանում ենք մակրոտնտեսական կայունությունը ապահովել, ամենամեծ նպաստումն է ունենում երկրում տնտեսական աճի։ Ինչ վերաբերում է կապիտալի շուկային, տարբեր մոդելներ կան, որոնք կարող ենք դիտարկել, այսինքն ռեգուլյատիվը մի կողմ, պրուդենցիալը մի կողմ, թե բոլորը միասին մեգա ռեգուլյատորի ներքո։ Իմ ամենամեծ խնդիրը, որը ես տեսնում եմ, այդ ոչ թե կառուցակարգերի կամ մեխանիզմների ստեղծումն է, այլ իրական հատվածում իրական պրոյեկտների շահագրգռումը, որովհետև եթե մենք կարողացանք ունենալ ընկերություններ, ովքեր որ ռեալ այսօր պատրաստ են դուրս գալ համաշխարհային շուկաներ, ֆոնդային շուկաներ, չգիտեմ, Լոնդոն, Նյու Յորք, այդ կլինի շատ երանելի իրավիճակ ու ուտեղ մենք որևէ ֆինանսական խնդիր չենք ունենա։ Տոկոսադրույքների հետ կապված էլ, եթե դուք նայեք լավագույն պրոյեկտները, որոնք որ կան բիզնեսի առումով, շատ լավ տոկոսներով վարկավորվում են։